Ես երբ որ ասում եմ, որ Սամվել Կարապետյանը կամ Միքայել Սրբազանը քաղաքաբանտարկյալներ են, ես ելնում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի չափորոշիչներից։ Միջազգային չափանիշները նաև ասում են, որ անձը ինքը կարող է ինքն իրեն ճանաչել քաղաքաբանտարկյալ եւ համարվել քաղաքաբանտարկյալ, ըստիվալ պարագայում ես առաջնորդվում եմ այդ չափանիշներով։ Ինչ է սպասվում այսօրվա դատարանում։ Ես կարծում եմ, որ այն նոր մեղադրանքը, որ ավելացվել է, որ բացարձակապես կապ չունի իրողությունների հետ, այն արվել է մի բանի համար, որ եւս 2 ամսով հնարավորություն ունենան երկարացնելու, որովհետեւ ըստ էության այս միջին ծանրության հոդվածով, որով որ առաջին անգամ նա կալանավորվել է, չէին կարա երկարացնել։ Գիտեք, ել չէին կարանել մի քիչ, այսինքն մենք գործին ես չեմ նայում իրավաբանորեն, որ ասեմ չէին կարա այս դատավորը լավն է, մյուսը վատն է, ես բացարձակապես այդ մոտեցումներով չեմ առաջնորդվում, որովհետեւ կա մի համակարգ, որի գլխին կանգնած է երկրի գործադիր իշխանությունը։ Եթե վարչապետը կարող է SMS-ով աշխատանքից հեռացնել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, դա նշանակում է, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը ինքն է։ Եվ դա նշանակում է, որ նաև քննչական ինստիտուտների ղեկավարն է ինքը, եւ բոլոր ինչքան ինստիտուտներ կան Հայաստանում պետական նկատի ունեն, որոնք պետք է բնույթով լինեին անկախ, այդ բոլոր ինստիտուտները ինքն է ղեկավարում։ Հետևաբար ակնկալել, որ այս պահին դատարանը այլ որոշում կկայացնի, անկեղծ ես չեմ ակնկալում։ Հաշվի առնելով մինչև այսօր կատարված իրողությունները եւ այն քաղաքական ռեպրեսիաները, որոնք որ կատարվել են մինչ օրս, դրական ակնկալիքներ ունենալը շատ դժվար է։ Սակայն ամեն դեպքում պետք է հույս ունենալ, որ դատավորը այս դեպքում ամենամեծ խնդիրը այն է, որ ստիպված ենք անձի խոհեմության եւ խիզախության վրա հույսներս դնել, ուսանք այդ խիզախությունը իր մեջ կգտնի, սակայն լավատեսությունը այդքան էլ մեծ չի։ Քանի որ այսօրվա իրադարձությունը մի երկար իրադարձությունների շղթա է, երկար քաղաքական հետապնդման շղթա է եւ նպատակը ակնհայտ է բոլորիս համար, որպեսզի սահմանափակվի Սամվել Կարապետյանի խոսքը, որպեսզի թույլ չտրվի իդեմս Սամվել Կարապետյանի հայորդիներին, արժանի հայորդիներին պաշտպանել առաքելական եկեղեցուն եւ մեր արժեքները։ Հետևաբար այդ նպատակին ես վստահ եմ, ով որ այդ նպատակը ունի, այս բանին չի հասել։ Դրա համար չեմ կարծում, որ իրենք արդեն դադարելու են քաղաքական հետապնդումները, հետևաբար հույսերը մեծ չեն, սակայն լավատեսություն ամեն դեպքում պետք է ունենալ։ Կարծում եք, որ ամեն դեպքում կարող են կալանքը երկարաձգել։ Քանի որ խոսքը այստեղ գնում է ոչ թե իրավական գործընթացի մասին, այլ հստակ քաղաքական ուղեգծի մասին, նման հավանականությունը շատ մեծ է համարում այո։ Մենք այսօր այստեղ հավաքվել ենք մեծ հավատով, որ կվերականգնվի արդարադատությունը եւ մենք այստեղ իրականում արդարադատության համար չենք հավաքվել, մենք գիտենք, որ սա քաղաքական հետապնդման է նման։ Այսօր հույս ունենք, որ դատավորները կլինեն ինքնուրույն, առանց կառավարության կողմից, պետության կողմից ինչ-որ հիմնավորման, կապացուցեն, որ մեր երկրում արդարադատություն գործում է եւ եթե արդարադատություն գործում է, ապա գործում է բոլորի համար, ոչ միայն մեկ անձի համար, եթե չի գործում բոլորի համար,
ուրեմն առհասարակ մեր երկրում արդարադատություն գոյություն չունի։ Այ շարժման հետագա անելիքները կախված որոշումից, անկախ որոշումից կնշեք։ Անկախ որոշումից մենք շարունակելու ենք մեր բնականon գործունեությունը, ինչպես իրականացրել ենք եւ ամփոփեցինք մեր մեկամսյա ասուլիսում։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը եւ կրկնում եմ, որ ելի կրկին լիահույս ենք, որ մեր բարերար ազգային բարերար Սամվել Կարապետյանին այսօր արդարադատությունը կվերականգնվի եւ ազատ կարձակեն։ Որովհետև ասում են նախընտրական շրջան է եւ տեսակետներ Որ այս լույսով է միան։ Կալան ձերբակալությունը վախի արտահայտում է։ Իրենք վախենում են, եթե տենց վստահ են իրենց վրա, ել եմ ուզում ասել, թող ազատ արձակեն Սամվել Կարապետյանը, չեցնենք, թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Կարապետյան այս 7 տարի է եւ 7 տարի հայ հասարակությունը տեսել է պատերազմ, ինչու միայն այս քրեական հետապնդումից հետո որոշեցիք ակտիվանալ եւ այդպես ասած տրկել Հայաստանը։ Ինչու դա չփոխվեց կանել 1 տարի առաջ Էկրանը բանտերը խափան տավուշից առանցում էին տրանսպորտը չի աշխատում։ Իր խոսքում Սամվել Կարապետյանը ասել է, խոսքի մեջ հիշում եք, որ ասեց, եթե քաղաքական գործիչները իրենց չհաջողվի, այսինքն քաղաքական գործիչները, որոնք արտահայտում են մեր հասարակության նշանակալի մասի կարծիքը, արդեն այլև ձեռնարկվում էին։ Թե ինչպես է դա ընկալվել հասարակության կողմից ուրիշ հարց է, բայց մեր քաղաքական գործիչները աշխատել են, ընդդիմացել են իրենց ուժերի չափով։ Մեր հետ կապված, եթե մենք չունենայինք հակակրան այս մոտեցման հետ կապված, չէր լինի Սամվել Կարապետյան այդ հայտարարությունը։ Այդ հայտարարության պատճառով եղավ այս ամենը եւ այդ հայտարարությունը բերեց այս ամենին, որի համար 7 տարվա ընթացքում մի քանի հարցազրույցներում մենք նշել ենք, որ հիմնական ինչպես տեղի ունեցավ այս process-ը, ամեն ինչ ավելի իրավիճակը ավելի սրվեց, երբ որ տեղի ունեցավ թուրքիա հետ կապված process-ների եւ ցեղասպանության հետ կապված process-ների շեղում, այսինքն հայկական ավանդական քաղաքականության շեղում թուրքիայի հետ կապված Միքրոֆոններ կդր մցած հայտարարությունները եղան մինչև այդ տեղեր ունենում շատ դեպքեր, որոնց հանրագումարը բերեց հայտարարությանը։ Իսկ հայտարարությունը դա պատահականություն չէ, հայտարարությունը բոլոր այս քայլերի հետևանքն է, ինչ արել է իշխանությունը վերջին ժամանակաշրջանում։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարի, փողոցային պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ վերջանում են սահմանադրական, օրենսդրական բոլոր գործիքները հասարակության մոտ։ Երբ գործիքները տեսնենք, որ վերջացած է, ես մի անգամ ասել եմ, Երևանյան փողոցը Ինչ որպես փաստաբան, ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա դատավարությունից։ Ես ցավում եմ, բայց այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ արդարադատության հասնելու համար ստիպված են գործադրել հանրային ճնշումներ։ Արդարադատությունը այսօրվա Հայաստանում դարձել է մի հազվադեպ երևույթ, որը շատ սակավ է եւ կարծես թե չի կրկնվում։ Այսօրվա դատավարությունից հուսով եմ, որ գոնե ներկայացած մարդկանց քանակը որևէ կերպ կազդի Սամվել Կարապետյանի արդարության եւ ազատության իրավունքի պահպանման։ Այդ հույսը ունեմ։ Այդքան։ Որևէ իրավական հիմքեր կան նրան կալանքի տակ բայելու կամ թեկուզ կալանքը երկարաձգելու համար։
խոսել իրավական հիմքերից ներկայիս Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ ավելորդ է։ Բոլորս ավելի քան քաջատեղյակ եք ինչի համար է Սամվել Կարապետյանը ԵՍՊԱ-ի դրությամբ կալանավորված, որն է նրա ազատության մեջ գտնվելու պատճառները եւ անգամ ոչ իրավաբանները կարող են այս հետապնդումը քաղաքական գնահատել։ Հետեւաբար իրավական հիմքերի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Շարժման հետագա անելիքների մասին կարող եք մի փոքր խոսել։ Ինչի մասին է։ Շարժման հետագա անելիքների։ Մենք բոլորս կարող ենք արդեն արձանագրել ինչպիսի լուրջ խոչընդոտներ եւ անհանգստություն է պատճառում այժմ շարժումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար եւ օրեցօր այս շարժումը մեծանում է եւ ավելի բազմամարդ է դառնում շարժման հետագա անելիքների մասին խոսելով առաջին համաժողովի մասին հայտարարվեց շարժման հետագա անելիքների մասին, որոնք լրիվությամբ կիսում են։ Ոնց մեր ձևով